Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն։ Ելից 27-28 գլուխները, փնտրելով մեկ անձ, Հիսուս Քրիստոսը։ Նախորդում հանդիպեցինք Խորանի վարագույրը եւ Քրիստոսի մարմնացումը։ 27 գլխում Աստված հրամայում է պատրաստել պղնձե զոհասեղանը, որը դրված էր Խորանի մուտքի մոտ։ Այստեղ էին մատուցում բոլոր զոհերը։ Պղինձը Աստվածաշնչում խորհրդանշում է դատաստանը մեղքի դեմ։ Միստիկական առումով սա հենց Գողգոթայի խաչն է։ Ինչպես ոչ ոք չէր կարող մտնել սրբարանը առանց զոհասեղանի, այնպես էլ ոչ մի մարդ չի կարող գալ Աստծո մոտ առանց խաչի։ Հիսուսն այստեղ մեր ճշմարիտ զոհն է, ով իրեն մատուցեց Աստծո արդարության կրակին, որպեսզի մենք չայրվենք։ Ինչպես պղնձի օծին էին նայում ժողովուրդը, որպեսզի փրկվեն, այդպես էլ մենք նայելով խաչյալ Քրիստոսին, ապաքինվում ենք դատաստանից։ 28 գլխում տեսնում ենք Ահարոնի փառահեղ զգեստները, Եփուդը, Վակասը եւ այն թանկարժեք քարերը, որոնց վրա գրված էին Իսրայելի որդիների անունները։ Քահանան այդ անունները կրում էր իր սրտի եւ ուսերի վրա։ Սա Հիսուս Քրիստոսի մեր մեծ քահանապետի պատկերն է։ Հիսուսն այստեղ մեր բարեխոսն է։ Նա մտել է երկնային սրբարանը, իր ուսերի վրա կրելով մեր բեռերը եւ իր սրտի մեջ մեր անունները։ Ինչպես քահանայի ճակատին գրված էր սրբության սրբոց Տիրոջ անունը, այնպես էլ Քրիստոսը մեր սրբությունն է Հոր առաջ։ Նա այն միջնորդն է, ով մեզ ներկայացնում է Աստծուն իր իսկ փառքով ու գեղեցկությամբ։ Այսօրվա դասը մեզ համար, թանկագիններ, հետևյալն է. մենք ունենք մի քահանապետ, ով հասկանում է մեր տկարությունները եւ ով արդեն վճարել է մեր մեղքերի համար զոհասեղանի վրա։ Երբ դուք ձեզ մեղավոր եք զգում, հիշեք, պղնձե զոհասեղանը, խաչը, որտեղ քո մեղքերը արդեն դատվել է։ Երբ քեզ լքված ես զգում, հիշիր, քո անունը գրված է Քրիստոսի սրտի վրա։ Նա այսօր էլ բարեխոսում է քեզ եւ ինձ համար։ Մոտեցիր նրան վստահությամբ, որովհետեւ նա քեզ սիրում է, սպասում է իր սրբարանում։ Եբրայեցիների 4:14-ը ուրեմն ունենալով մենք մի մեծ քահանապետ, ով անցավ երկինքներով, Հիսուսին Աստծո որդուն, ամուր պահենք մեր դավանությունը։ Հայտնությունը 1:5-6-ում ասում է. նրան, ով սիրեց մեզ իր արյունով, լվաց մեզ մեր մեղքերից եւ մեզ թագավորներ ու քահանաներ արեց իր Աստծո եւ Հոր համար։ Ամփոփելով, թանկագիններ, Հիսուս Քրիստոսը մեր զոհն է եւ մեր քահանան։ Նա կրեց դատաստանը, որպեսզի մեզ տա իր փառքը։ Այսօր հանգստացեք այն մտքից, որ դուք ունեք հզոր բարեխոս, ով ձեր անունը երբեք չի մոռանում։ Եվ եկեք աղոթենք. Տեր Հիսուս, իմ մեծ քահանապետ, շնորհակալ եմ քո զոհաբերության համար խաչի վրա։ Շնորհակալ եմ, որ դու իմ անունը կրում ես քո սրտի վրա եւ բարեխոսում ես ինձ համար Հոր առջև։ Խնդրում եմ, մաքրիր ինձ ամեն մեղքից եւ հագցրու ինձ քո արդարության հագուստները, որպեսզի ես կարողանամ սրբությամբ ծառայել քեզ։ Ամեն։ Սիրելիներ, եթե դուք ունեք ինչ-որ կարծիքներ, կարող եք մեկնաբանություններում գրեք։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։